Այսօր խոսելու ենք կանայք խաղաղություն եւ անվտանգություն օրակարգի մասին։ Գալով առաջին հարցը, այսպես ուզում եմ հարցնել, թե ինչպես է գնահատում Հայաստանում կանայք խաղաղություն եւ անվտանգության օրակարգի մեջ ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, շատ կարևոր թեմայի ենք անդրադառնալու։ Ներկայումս կանայք խաղաղություն անվտանգություն օրակարգում Հայաստանում ազգային փոքրամասնությունների ու հատկապես փոքրամասնությունների կանանց ներգրավվածությունը լիարժեք չէ։ Որոշակի առաջընթաց կա տարբեր քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից, ովքեր աշխատանք են տանում, հանգեցրել է դա որոշակի առաջընթացի, սակայն մեկ էլ լիարժեք չէ։ Մենք տեսել ենք օրինակներ, որ աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնք աշխատում են ազգային փոքրամասնությունների հետ, եզդիական համայնքի, կանանց խնդիրներով, սակայն շատ քիչ են տեղեկացված համայնքից ու առանձնահատկություններից։ Նույն, չգիտեմ, օրինակ կարող ենք վերել, որ համայնք հասարակական կազմակերպությունը փորձում է հանդիպում կազմակերպել համայնքի հետ ու մեկ դահլիճում հավաքում է տղամարդկանց, կանանց եզդիական համայնքից, ոնց որ չիմանալով նաև այդ առանձնահատկությունը, որ կանայք եւ տղամարդիկ իրար մոտ չեն խոսում կամ շատ ավելի կաշկանդված կանայք կարտահայտվեն տղամարդկանց ներկայությամբ եւ հակառակը, նաև հակառակ դեպքն են ունեցել։ Իրականում կարծում եմ, որ նման օրինակ աշխատանքներում հատկապես պետք է ներառված լինեն հենց նույն համայնքի էթնիկ խմբի ներկայացուցիչները, որպեսզի կարողանան աշխատանքը ավելի արդյունավետ դարձնել, քանի որ եթե համայնքի ներկայացուցիչը իրեն պաշտպանված, անվտանգ, հասկանալի մթնոլորտում չզգա, չեմ կարծում, որ կարողանա բարձրաձայնել խնդիրներ, որոնց միջով ինքը անցնում է, ու խնդիրներ, որոնք անգամ ինքը չի էլ գիտակցում, որ դրանք խնդիրներ են, այսինքն այնքան շատ է խնդիրը եղել այդ մարդու կյանքում, որ դա նորմալիզացվել է։ Նման օրինակ աշխատանքներում ինձ թվում է աշխատանքային խմբերը, որոնք կառուցվում են, շատ կարևոր է, որպեսզի լինեն ներառական ու նաև ներգրավեն իրենց խմբերում փոքրամասնության ներկայացուցիչների, ովքեր քաջատեղյակ են խնդիրներից, համայնքից եւ այլն։ Նաեւ այն տենդենսն եմ հանդիպել, որ իհարկե չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար, բոլորը շատ ակտիվ փորձում են աշխատել, օգնել, փրկել ազգային փոքրամասնություններից եզդիական համայնքի ներկայացուցիչներին ու այս օրակարգներից նման օրինակ քննարկումներից ու աշխատանքներից դուրս են մնում նաեւ այլ փոքրամասնությունները, որոնք եւս ունեն ոչ պակաս խնդիրներ, նույն ինքնության պահպանման տեսանկյունից, նույն ազգային լեզվի տիրապետման, չգիտեմ, ներկայացված լինելու եւ այլն։ Ու կարևոր է, որ նաև երբ որ խոսում ենք ներառականության մասին, դա չլինի միայն, որ եզդիական համայնքի կանանց մասին ենք խոսում։ Ներառականությունը դա խոսելն է բոլորի հետ, բոլորի մասին, բոլորի խնդիրների համար, ու այստեղ այդ բոլորի գաղափարը ինձ թվում է պետք է պահպանված լինի, որովհետև մենք շատ փոքրամասնություններ ունենք Հայաստանում, որ հենց այդ լռությունն էլ որ կա, դա այդքան էլ դրական տենդենս չի, երբ որ այլ փոքրամասնության ներկայացուցիչներ լուռ են, թվում է թե իրենք խնդիրներ չունեն, որովհետև ոչ ոք չի խոսում իրենց խնդիրներից կամ չեն ներգրավում, որովհետև դե չեն ուզում։ Նույն բանը եզդիական համայնքի մոտ է, սակայն բոլոր պայքարը ոնց որ ուղղված է հենց մեր համայնքի կողմը, շատ ուրախ կլինեմ, որ հավասար հնարավորություններ ու առաջխաղացում լինի։ Քանի որ համայնքին ծանոթ ես, երկար ժամանակ համայնքի հետ աշխատում ես, ուզում եմ հասկանալ, թե ըստ քեզ որոնք են ազգային փոքրամասնությունների կանանց հիմնական մարտահրավերները արդեն այսօր։ Ազգային փոքրամասնությունների համար հիմնական մարտահրավերներն են, հատկապես կանանց համար տեղեկատվության պակասը։ Այս թեմայով տեղեկատվությունը կարող եմ ասել, որ հանրամատչելի, հասանելի համացանցում չկա, որպեսզի կարողանան ուսումնասիրել այն։ Առհասարակ մարդիկ են քիչ, ովքեր որ ցանկանում են ուսումնասիրել այդ տեղեկատվությունը։ Նաև որոշումների կայացման գործընթացում ոգևորվածություն չկա մասնակցելու, ներգրաված լինելու, կապված տարատեսակ կարծրատիպերի հետ, մարդկանց ոչ դրական վերաբերմունքի հետ, նման գործընթացներում կանանց մասնակցությունը տեսնելուց։ Այդպես կարելի է երկար թվել խնդիրներն ու մարտահրավերները, բայց հիմնականում ինձ թվում է տեղեկատվության պակասն ու կարծրատիպերն են, որ թույլ չեն տալիս մարդիկ ներգրաված լինեն process-ում։ Իսկ արդյոք համայնքներ այդպես այցելելով տեղյակ ես, թե այնտեղ ինչպես է անցալվում անվտանգության թեման։ Նախ անվտանգության մասին խոսելիս առաջին կարծիքն ու առաջին միտքը, որ գալիս է մարդկանց մոտ, կարծում եմ դա պատերազմն է, այսինքն այդ նույն հակառակ process-ը կամ process-ը ինչի միջոցով պետք է որ ստեղծվի անվտանգությունը կամ լինի անվտանգությունը։
Մարդիկ ուղղակի ապրել են պատերազմական իրողության մեջ, վերջին տեղ ունեցած դեպքերը մեզ ցույց են տալիս ու անվտանգությունը միակ կարևոր եզրույթներից է կամ խաղաղությունը կարևոր այդ գաղափարներից է, որ մարդիկ ցկտում են ունենալ, տեսնել, քանի որ ամենապարզ պատճառով յուրաքանչյուր մարդ երազում է ապրել խաղաղ, ապահով, անվտանգ տարածքում ու միջավայրում։ Այստեղ կուզենամ հասկանալ, թե ըստ քեզ ինչպիսի դեր կարող են ունենալ ազգային փոքրամասնությունների կանայք, հենց օրինակ անվտանգային ոլորտում, անվտանգային օրակարգերում։ Առհասարակ խաղաղության ամրապնդման, դրա խթանման գործում կանայք կարող են հրաշալի ներդրում ունենալ, քանի որ տեսնում ենք, որ հասարակությունը կառուցված է այնպես, որ հիմնականում ընտանիքներում մայրերը կանայք լինում են այն հաշտեցնող օղակը ընտանիքի մակարդակով, կոնֆլիկտում եւ կարելի է թույլ տալ, որպեսզի այդ ոնց որ բնական օժտվածությունը նաև հասարակության մեջ օգտագործվի եւ շատ դրական խթան ու կամուրջ կարող է հանդիսանալ հենց կանանց կողմից խաղաղության ամրապնդումն ու դրա տարածումը, ջատագովումը։ Իսկ արդյոք ծանոթացել ես թե մինչ այսօր գլխավորակարգում ինչ է տեղի ունեցել ազգային փոքրամասնությունների մասով եւ ըստ քեզ ինչ բացեր կան դեռևս։ Դեղայնացման ու այդ հավաքագրման գործում ամենակարևոր բացերից է, որ ազգային փոքրամասնությունների կանանց անդրադարձը ավելի քիչ է տրված, այնինչ Հայաստանում մենք տեսնում ենք, որ փոքրամասնությունների կանայք շատ մարտահրավերների են բախվում, որոնց մասին ուղղակիորեն անդրադարձ չկա կատարված, նույն կրթությունից դուրս մնալը, կանանց վաղամուսնությունների խնդիրը, հարկադիր ամուսնությունների խնդիրը, այս ամենը հետագայում կարող են իհարկե հանգեցնել նաև ընտանիքում տարատեսակ խոչընդոտների, անհասկացվածության, կոնֆլիկտների ստեղծմանը ու տեսնում ենք նաև դա կարող է զգալի ազդեցություն ունենալ առհասարակ հասարակության վրա։ Ըստ քեզ, քանի որ մեծամասամբ մարզերում են ապրում օրինակ եզդիական համայնքը ու առհասարակ ազգային փոքրամասնությունները տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում ինչ կարող են իրականացնել, ինչ դեր կարող են ունենալ։ Այս մասով թիմերը հրաշալի աշխատանք կարող են իրականացնել, ինչը մենք չենք տեսնում իրականում, շատ ցավալի է, որ կարող են տարբեր բաց քննարկումների հարթակ տրամադրելու շնորհիվ կանանց ձայնը հենց համայնքի մակարդակով լսելի դարձնել, հետո ավելի ոնց որ շրջանակը մեծացնել մարդկանց, ովքեր լսում են այդ կանանց, տարբեր քննարկումների, չգիտեմ, ավականու կազմում նիստերին եւ այլն ներառելու դեպքում հրաշալի կարող ենք լսելի դարձնել կանանց ձայնը ու հնարավորություն ու հարթակ տանք, որպեսզի խոսեն այդ ամենի մասին։ Կանայք հիմա պատրաստ են, որ ասենք եթե թիմերը իրանց այդպիսի նման առաջարկություններով հանդես գան, իրանք ընդունելու են, որքանով են պատրաստ ու եթե պատրաստ չեն, ինչ պետք է արվի, որ պատրաստ լինեն։ Դե նախորդիվ արդեն նշեցի, որ տարբեր կարծրատիպերի ու առհասարակ ոչ հարմար հնարավորությունների պատճառով կանայք հիմնականում չեն ցանկանում մասնակից լինել նման քննարկումների, նման որոշումների կայացմանը, քանի որ նաև այդ տարբեր վախերը կան։ Իմ կարծիքով թիմերի այդ բաց համագործակցային մոտեցումը կարող է ոչ միանգամից այդ դրական փոփոխությունը բերել, բայց կարող է սովորեցնել մարդկանց, որ գիտես դու եթե այսինչ մարդը գալիս է խոսում է դրա մասին, դու եւս կարող ես խոսել դրա մասին ու իհարկե ստեղծել ապահով միջավայր, որտեղ մարդիկ ազատ արտահայտում են իրենց կարծիքը, այդ դեպքում ինձ թվում է որոշակի ժամանակ անց կտեսնենք կանանց, ովքեր ակտիվ մասնակցում են այդ քննարկումներին, խոսում են այդ ամենի մասին եւ բարձրաձայնում են խնդիրները։ Այստեղ քանի որ տարբեր կառույցներ են մասնակից դառնում այս process-ներին, ուզում եմ հասկանալ, թե ըստ քեզ ինչու է կարևոր այդ փոխհամագործակցությունը, օրինակ քաղաքասարակության, պետական մարմինների միջև։ Առհասարակ խնդրին բազմակողմանի մոտեցումը շատ արդյունավետ է, քանի որ եթե դու որպես օրինակ պետական սեկտոր կամ քաղաքծառայության սեկտոր տեսնում ես մի խնդիր, խոսում ես մի խնդրի մասին, իր մի ուրիշ կողմ գուցե քեզ այդքան տեսանելի չի, ինչքան մեկ ուրիշ կողմի է տեսանելի, ու առհասարակ բազմակողմանի մոտեցումը կարող է ավելի արդյունավետ լինել, կարող է ավելի բարձրացնել օրակարգի արդյունավետությունը ու այդ մասով միայն օգուտներ տալ
հատկապես համագործակցությունը տարբեր կառույցների, քաղաքասարակության, պետական, չգիտեմ, սովորական մարդկանց, ովքեր այդ ամեն ինչի ամենօրյա կրողն են, միանշանակ կարող են զգալի փոփոխությունների բերել ու լավ փոփոխությունների բերել օրակարգին։ Դրա համար ես ողջունում եմ օրինակ բազմակողմանի մոտեցումը։ Իսկ քանի որ նշեցիր, որ կարծրատիպեր կան, որոնք հիմա կանանց օրինակ խանգարում են ներգրավելու այս process-ներին, ու երևի թե օրինակ երբ որ պետական մարմինները ինչ-որ բան են իրականացնում, այդ process-ում նաև դժվարանում է ինչ-որ բան իրականացնել հենց շահառուների համար։ Այս կոնտեքստում մեդիան ինչ դեր ունի, ինչպես կարող է օգնել կարծրատիպերի հաղթահարմանը, քանի որ նշեցի, որ հենց կարծրատիպերը կարող են խանգարող հանգամանք լինել, որ կանայք մասնակից չդառնան։ Մեդիան կարող է շատ ուժեղ նպաստել կարծրատիպերի հաղթահարմանը, այն մասով, որ կարող է օրինակ ցույց տալ տարբեր երևույթների իրական կողմը, ոչ կարծրատիպային շարունակությունը լինել, այսինքն նույն ազգային փոքրամասնությունների կանանց խնդիրները լուսաբանել իրական տեսանկյունից, իրական դիտանկյունից, ոչ կարծրատիպային տարբեր մտքերի, նարատիվների միջով եկած այդպես գաղափարախոսությամբ, ինչը կարող է փոփոխություն բերել, քանի որ այն ինչ որ մենք անընդհատ տեսնում ենք, մենք նաև սկսում ենք այդ գաղափարները լսել, ընկալել, փոխանցել մեկ ուրիշներին, ու կարևոր է, որպեսզի մենք տեսնենք, լսենք, փոխանցենք իրական պատմություններ, իրական մարդկանց մասին, ոչ նարատիվային կերպարներ ստեղծված եւ նարատիվային սխալ թյուր ինֆորմացիա։ Քո ուղերձը պետական կառույցներին այս օրակարգի իրականացման բոլոր փուլերում Առհասարակ ոչ թե ուղերձ կլինի սա պետությանը, այլ խորհուրդ խնդրանք, որ օրակարգի դիտարկումները, փաստաթղթավորումը իրականացնելիս քննարկումներում ներգրավված լինեն նաև տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք, նաև դեռահաս աղջիկներ, քանի որ մենք տեսնում ենք Հայաստանում այն խնդիրը, որ դեռևս կան վաղ ամուսնություններ տարածված, դեռևս մենք տեսնում ենք եզդի աղջիկների, ում առևանգում են ու հարկադիր ամուսնության են գնում։ Մի խոսքով նման խոցելի խմբերին բաց թողելը ինձ թվում է շատ սխալ է ու շատ կարևոր է նրանց ներգրավումը հետագա գործընթացը, հետագա օրակարգը ավելի արդյունավետ, ավելի ներառական դարձնելու համար։